Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ հանրապետության երկրորդ քաղաքի ընտրություններից առայժմ, այսպես ասած, խեր խաբար չկա, Մարտուն Գրիգորյանը դեռ ինչ անելու չգիտենք, ուստի մի քանի բառով ընդհանուր անդրադարձ անենք ու անցնենք շատ ավելի կարևոր թեմաների, չնայած սա էլ պակաս կարևոր չի, որովհետև սա, եթե ձեզ թվում է միայն Գյումրու մասին է այս ամեն ինչը, իհարկե սխալվում եք, որովհետև սա մեր հանրապետությունում ապրող քաղաքացիների հասարակության մի զգալի շերտի մասին է, գումարած դրան նաև մեր հանրային պատկերացումների եւ դրանց աղքատության, մեր սեփական պետության հանդեպ ունեցած պատկերացումների աղքատության մասին է։ Ես իհարկե կփորձեմ հիմնավորել իմ ասածները, բայց նախ ընդհանուր մի հատ նկարագիր հասկանանք, հա։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, 123 թե 125 կուսակցություն կա, կան մարդ կուսակցություններ, կան կուսակցականներ, ովքեր մի քանի տեղ են գրանցված որպես կուսակցական եւ այլն։ Պետք է ասեմ, որ ասենք կուսակցությունը գրանցվելու համար պետք է 300 անդամ ունենա։ Դա պայմաններից մեկն է։ Հավաքեց իր 300 անձնագիր, իր պատճենները գրեց իր կանոնադրություն, գնում ես պետրեգիստր եւ գրանցվում։ Բայց Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունների շատ լինելը ցավոք սրտի չի ենթադրում քաղաքական մտքի առկայություն։ Մենք Հայաստանի Հանրապետությունում տեսնում ենք քաղաքական մտքի աղքատություն եւ դա է նաեւ պատճառը, որ մեր հասարակությունը համայնքային ընտրություններում գնում է անձերի հետևից։ Այսինքն համայնքներում շատ կարեւոր է թե անձը ով է։ Ոչ թե որ կուսակցությունն է ներկայացնում, ինչ գաղափարներ է ներկայացնում, այլ ով է ինքը։ Հա, մեր էս ինչն է։ Ինքը լավ տղա է։ Կամ հակառակ, շատ վատ գեշ մարդ է, դրան չընտրեք։ Այսինքն է։ Մենք քաղաքական թիմի պատկերացումները չենք գնահատում, այլ անձանց։ Դա ինչով է նաև ցավալի։ Օրինակ, եթե ստեղծվի մի իսկապես քաղաքական ուժ, թեկուզ փոքրիկ, բայց նորաստեղծ, անփորձ, բայց քաղաքական պատկերացումներով, դասական քաղաքական պատկերացումներով եւ փորձի գործողություններ իրացնել, ներկայացնի օրինակ իր թիմից որևիցե մեկին, նույն օրինակ Գյումրիում, ով քիչ հայտնի լինի, հեղինակություն որպես այդպեսին չլինի, բայց հիանալի քաղաքական մտքի ու գաղափարների տիրապետի եւ պատրաստ լինի քաղաքական գործունեություն կիրառելու, մենք մեր ձեռքով խեղդելու ենք նրան։ Խեղդելու ենք։ Որովհետև մենք գնալու ենք այլ անձերի հետ եւ իմիջիայլոց կուսակցություններն էլ հենց սա են օգտագործում համայնքային ընտրություններում։ Յուրատեսակ մրցակցություն է գնում, թե ում կուսակցությունը որ համայնքում որ հեղինակության է, հեղինակություն ընդ որում թե դրական թե բացասական իմաստերով, որպես հեղինակություն ում կկարողանա քաշի իր կուսակցության տակ, որպեսզի կարողանա կուսակցության անունից ներկայացնել ընտրություններում։ Հասկանում եք։ Ահա այսպիսի խնդրի առաջ ենք կանգնել եւ դրա համար ոչ սերնդափոխություն է լինում, ոչ տրանսֆորմացիա է լինում որոշակի, ոչ մի բան տեղի չի ունենում։ Եվ մենք ինքներս որպես հասարակություն դա թույլ չենք տալիս։ Սա պետքա ընդունել եւ գիտակցել, այլ տարբերակ չկա։ Ամենապրիմիտիվ օրինակը, որ կարող եմ բերել, հետեւյալն է։ Տեսեք, թարմ օրինակը Գյումրու բանով։ Ուրեմն Հայաստանի Կոմկուս, կոմունիստական կուսակցություն, չէ, Վարդան Ղուկասյան, 8 մանդատ։ Նրան հետո միացավ, օրինակ, Մայր Հայաստան դաշինքը։ Հիմի հարց։ Իսկ քաղաքացիները, երբ որ ձայներ էին տալիս Մայր Հայաստան դաշինքին, ոչ թե բանին ներկայացուցչին, այլ դաշինքին, գաղափարախոսական իմաստով։ Ինչ էին ենթադրում, ինչ էին կարծում, Մայր Հայաստան դաշինք, շատ լավ է, չէ՞, հնչում, առհասարակ սիրում են գեղեցիկ վերնագրերով հանդես գալ քաղաքական թիմերը, բայց երբ որ ասում ես Մայր Հայաստան, դու հասկանում ես, օրինակ, Հայաստան, Հայաստանի Հանրապետություն իր հստակ ընդգծված սահմաններով, չէ՞, բայց արի ուտես, որ Մայր Հայաստանը անգամ սահմաններին է դեմ, միշտ է դեմ եղել, ու Մայր Հայաստանը
որը որ Քոչարյանական թևի ներկայացուցիչությունը նորմալ էր, որ ձայները կտար կոմունիստներին, որովհետև Քոչարյան Ռոբերտը բերանացի ասել է, որ ինքը չի հասկանում Հայաստանի Հանրապետության անկախություն բառը եւ պատրաստ չի պատասխանելու, թե որքանով այդ անկախությունը իր համար արժեք, ի տարբերություն Վազգեն Սարգսյանի, ում համար բացարձակ արժեք էր իմիջայլոց, եւ երկրորդ նա միշտ ասել է, որ միութենականության ինչ որ մաս պիտի դառնանք։ Այսինքն, այս պարագայում Գյումրեցին ձայնը տար Վարդան Ղուկասյանին, թե Կարեն Սիմոնյանին, մեծ հաշվով ոչ մի տարբերություն չկար։ Բայց եկեք մի քայլ էլ առաջ գնանք։ Իմ հզոր համայնք։ Ինչ լավա չէ հնչում, իմ հզոր համայնք։ Իսկ որն է այս ուժի քաղաքական ուղղվածությունը։ Իրենք ինչ ուժ են, քաղաքական ինչ ուժ են։ Ոչ մի։ Ոչ մի, ես վստահ եմ, այստեղ որևիցե մեկը չի կարողանալու պատասխանել, թե իրենք ինչ ուղղվածության ուժ են։ Ուղղվածություն, ես օրինակ ասենք, աչ ձախ կենտրոնամետ, չգիտեմ, պահպանողական, խոսքով դրանք քաղաքական պատկերացումներ, հիմքերն են, որոնց վրա կառուցված է քաղաքական գործունեությունը։ Ինչ ուժ են իրենք։ Այդպես էլ ոչ ոք տեղյակ չեղավ։ Իսկ իմ հզոր համայնք վերնագրի տակ ներկայացուցչին, երբ որ ձայն եք տալիս, սիրելիներս, դուք նույնպես պիտի հասկանաք, որ դուք ձայն եք տալիս կոմունիստական կուսակցության, կոմունիստներին։ Հարցը Վարդան Ղուկասյանը չի, հարցը կոմունիստներն են։ Եվ իսկապես Գյումրին ուզում է, որ կոմունիզմը Հայաստանի Հանրապետությունում վերադառնա։ Մենք եթե ցանկանում է, դա նույնպես ընտրության հարցը, մենք դրան կանդրադառնանք։ Եվ իհարկե մեր քաղաքը դաշինք Մարտուն Գրիգորյան, ով դեռ մինչև հիմա չի հասկանում ոնց փրկի դեմքը, որովհետև մեծ հաշվով այ հենց այստեղ է, որ ընդդիմադիր կոչված գործիչները քրեական տարեր պարունակող կամ դրանց անվան տակ հանդես եկող իրենք իրենց փորած հորն են ընկել, հասկանում եք։ Որովհետև հիմա խնդիր կա։ Ի սկզբանե այնքան են սրել իրավիճակը, ասում են չենք միանա մենք իրար։ Ասա քաղաքական հաշվարկների, քաղաքական մտքի բացակայությունն է, որովհետև քաղաքական գործիչը չի կարող ի սկզբանե ասել ինքը ում կմիանա, ում ոչ։ Չպիտի թույլ տա, որ այդ հարցը պիտի ինքը շատ նրբանկատորեն ինչ որ կերպ միշտ շրջանցի, դիվանագիտական խոսույթով։ Ցույց տալով, թե հարցին պատասխանեց ու բավարարեց, բայց ինքը միշտ պիտի խուսափի, որ թողնի հետագայի համար խոսելու տեղ։ Բայց այստեղ այնքան են սրել, որ եթե հիմա միանում է, այլ պատմություն է դառնում, շատ ծանր պատմություն է դառնում։ Չի միանում, դարձյալ խոսքից հետա կանգնում, որ ստացվում է, որովհետև բանա, ԿՊ-ն արդեն այդ պարագայում կամ Գյումրին հնարավոր է գնա երկրորդ փուլ ընտրությունների։ Ամեն դեպքում շանսը ձեռքից կարող է բաց թողնել այսօրվա դրությամբ, այս եթե միանան, իրենք կարողանում են հաղթել, ինչպես միշտ Գյումրիում որպես կանոն դեռ միշտ էլ նրանք են եղել ղեկավարները, սա ես գյումրեցիներին հիշեցնեմ, հա, որովհետև մեկ-մեկ լրագրողներ կան, ինչ որ վերարտադրվելուց են խոսում, որ լրագրողները կարծես այնքան էլ եկել են Գյումրիացավ են կպել, վերարտադրվելուց են խոսում, այսինքն ցույց են տալիս, որ իրենք Գյումրիացավությունը այդքան էլ Գյումրիացավություն չի, այլ անգրագիտության որոշակի դրսևորում, որովհետև Գյումրիացավով տառապողը գոնե մի հատ կընթերցի, տեսնի երբևէ այնտեղ ովքեր են եղել քաղաքային իշխանությունները եւ վերարտադրվել բառը անգրագետ չի կիրառի այս պարագայում, հա? Եթե իհարկե դա դիտավորյալ չի անում հանրությանը մոլորեցնելու համար, որը նույնպես շատ բացասական գնահատականի պիտի արժանանար ըստ էության։ Հիմի ընկել է երկու քարի արանքը, ունի մի տարբերակ, փորձում է։ Ես երեքը այդ գրառումը արել եմ, այսպեսի մի բան կա, դե առևտուրը գնում է, լռությունը այդ նշանակում է կուլիսներում առևտուր է։ Եվ իմիջայլոց հարգելի գյումրեցիներ, այդ առևտուրը ձեր լավ ապրելու մասին չի, սա վստահ եղեք, սա իրենց լավ ապրելու մասին է, իրենց հարմար դասավորվելու մասին է, քաղաքի մասին չի։ Եթե քաղաքի մասին լիներ, կհնչեին բարձրաձայն որոշակի առաջարկներ։ Հիմի Մարտունը սենց է մտածում։ Բայց մի րոպե, մենք դաշինք ենք, այսինքն օրինակ բերեմ, որպեսզի ըմբռնելի լինի սիրելիներս, որովհետև ոնց հասկանում եմ, մեր քաղաքացիներից շատերը անգամ
դաշինքի տարբերությունը չեն կարող։ Տեսեք։ Օրինակ, ես հասարակական կազմակերպություն եմ։ Մեկ այլ հասարակական կազմակերպության հետ մի ծրագրի շրջանակներում կնքում ենք հուշագիր, որ միասին աշխատում ենք այս ծրագրի շրջանակներում։ Երրորդ հասարակական կազմակերպության հետ նույնպես եռակողմ ենք կնքում, բայց երբ որ երեքս ենք, պիտի որ արդեն այնտեղ համակարգված որպեսի լինի ու չխառնվի իրար ու մենք էլ իրար միշտ շուտենք, համակարգելու համար մեր մեջ ընտրում ենք լիդեր։ Մի հոգի լիդեր, մի հոգի խորհրդատու, մի հոգի չգիտեմ ինչ, փոխլիդեր եւ այլն, հա, որպեսի հնարավոր լինի ծրագրերի քննարկման ժամանակ որոշակի քվեարկության ձևով արդեն խոսքի կշիռը քաշը ըմբռնել։ Հիմա այս դաշինքի լիդերը մի քանի ուժերի ներկայացուցիչներ են։ Լիդերը Մարտունն է Գրիգորյան։ Մարտուն Գրիգորյանը կարա անի հետեւյալը, ասենք ունենք 6 մանդատ, այն 5-ը կարող ենք տալ, բայց որպեսի ես էլ հասարակության մոտ վատամարդ դուրս չգամ, ասեմ ես էլ չեմ տալիս։ Այսինքն մի մանդատը չենք տալիս, կամ 2 մանդատը չենք տալիս։ Ու այսպես փորձի փրկել դեմքը, իբր տեսեք ես խոսքից տերն էի չտվեցի, բայց մեր դաշինքի ներկայացուցիչներից այն մի քանիսը տվեցին, բայց այստեղ գարցա մյուս ծիծաղելի փաստը։ Եթե դու չես կարողանալու քո դաշինքի ձայները անգամ կառավարես եւ քո դաշինքի, ասենք քո մոտեցումը տարածես քո դաշինքի ներկայացուցիչների վրա, ո՞նց ես պատրաստվում մի ամբողջ քաղաքի վրա տարածել քո գաղափարախոսությունը, եթե այդպեսին կա հարգելի Մարտուն Գրիգորյան։ Այսպիսի հարցեր կան։ Եվ այս բոլոր ուժերը օգտվում են մեկ բանից՝ հանրության չիմացությունից։ Իսկ հանրությունն էլ իր հերթին կպած չի ուզում իմանա, չի ցանկանում ոչինչ հասկանալ, ընդունել, չգիտենք, սովորենք, օրինակ, ես միջազգայնագետ չեմ, ես քաղաքական գործիչ չեմ, իրավական ֆակուլտետներ իրավաբանական կամ քաղաքական ուղղվածությամբ որևիցե բան չեմ ավարտել, քաղաքացի եմ, որպես քաղաքացի ունենում եմ իմ հարցադրումները, ու իմիջայլոց պիտի ամենատարբեր կառույցները ուշադիր լինեն հենց այս հաղորդմանը, որովհետև այստեղ քաղաքացու ռեակցիան է, այսինքն քաղաքացին արտահայտվում է այն ինչ ըմբռնել է, իսկ այն ինչ ըմբռնել է ձեր աշխատանքի արդյունքում, հասկանում եք, եթե ինչ-որ բան սխալ է ըմբռնել քաղաքացին, դա քաղաքացու մեղքը չի, ուրեմն թերացել եք միտեղ ինչ-որ բան նորմալ բացատրելուց, հիմի, օրինակ Արցախի մասով, միջայլոց, սիրելիներս, ես որպեսզի հետո միտքը չընդհատեի, դրա համար ամենասկզբում այդպես չսկսեցի, բայց քանի որ հիմա տեղափոխվում ենք այլ ուղղություն, ասեմ հետևյալը, այսօր ապրիլի 2-ն է եւ քառորյա պատերազմի 9-րդ տարելիցը Փառք եւ խոնարհում բոլոր ժամանակների մեր հերոսների առաջ քառորյա պատերազմը մեզանից խլեց մոտ 110 երիտասարդների կյանք, էլի որոշ տարածքներ, ու մենք չցանկացանք քառորյա պատերազմը վերլուծել։ Մենք անգամ 44-օրյա պատերազմը չենք ցանկանում վերլուծել, ցանկացած վերլուծություն մեծ հաշվով տեղավորում ենք քաղաքական պրոբլեմների մեջ, հարցերի մեջ, խնդիրների մեջ, հասկանում եք։ Եվ այստեղ բավականին ցավալի բան է ստացվում, ով քաղաքական ինչպիսի նախասիրություն ունի, այդպես էլ կմեկնաբանի բանը արդեն պատերազմը, ռազմական գործողությունները եւ այլն, Արցախի էթնիկ զտումը, մի խոսքով, ընդհանուր միջև Հայաստանում մենք կարող ենք լսել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են օրինակ, որ մեղավորը հայաստանյան իշխանություններն են, չնայած առաջին մեղավորները պետք է որ լիներ Արցախցու համար հենց Բաքվում, Ադրբեջանի իշխանությունները, այսպեսի խեղված իրականության մեջ են ապրում եւ երբ որ վարչապետը ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ մի շատ համարձակ
արտահայտություն արեց, որը վստահ է, որ միանշանակ չի ընդունվի հասարակության կողմից, որովհետև այդտեղ երկար բացատրելու աշխատանք կա, մինչև այդ պետք էր հասարակությանը նախապատրաստել, բայց այնուամենայնիվ վարչապետը, ինչպես նկատել եք, սիրում է նմանատիպ համարձակ նախադասություններ ասել, մնացածը արդեն մեր ըմբռնողության շրջանակներում։ Ասաց, որ Ղարաբաղյան շարժումը վերջացած է։ Ու սա կարող ենք ամենատարբեր ձևերով ընդունել, չէ՞։ Բայց եկեք գանք խորքից, որպեսզի հանկարծ սխալել չընկալենք, ընդ որում, որ այսօր արցախցիները այսօրվա դրությամբ ինչ որ որոշակի իրավունքների, չգիտեմ ինչի համար, փորձում են հանրահավաքներ անել։ Հարգելի արցախցիներ, նախ դուք դրանով հարվածում եք Հայաստանի Հանրապետությանը, որովհետև եթե Հայաստանի Հանրապետությունում դուք ինչ որ իրավունքների հետ կապված անկախ ամեն ինչից հետո ինչ դետալների մեջ եք բացում, հանրահավաքներ եք անում, դրանով Ադրբեջանը վստահաբար շատ հանգիստ տեսնում է այդ ամեն ինչը, այս համացանցը բոլորին է հասանելի, շատ հանգիստ ներկայացնում, ասում խնդրեմ, արցախցիները կարող էին ինձ մոտ ավելի լավ իրավունքներ ունենալ, իսկ ով ասեց իրենց թողնեն գնան, օրինակի համար։ Ահա, այսպեսի ցինիզմ միշտ չէ սպասելի Ալիևից։ Հենա Հայաստանում նրանց իրավունքները ոտնահարված են եւ այլ մի խոսքով, ու այս ամեն ինչը կարող է լեգիտիմացվի ժամանակ, ասենք հիմի դրանով ում եք օգնում, ում ջրաղացին եք ջուր լցնում։ Առավել եւս, որ Հայաստանի Հանրապետությունում ես չեմ կարծում, թե արցախցիների իրավունքների հետ ինչ որ խնդիր կա։ Իսկապես չեմ կարծում, եթե կան առանձին դեպքեր, կներեք, առանձին դեպքեր հնարավոր է լինեն ոչ միայն արցախցիների, այլ ցանկացած մեկիս հետ։ Ապա շատ հանգիստ կարելի է այդ հարցերը այլ կերպ լուծել։ Ոչ թե ընդհանրացնել, փորձել դա բերել դարձնել ինչ որ խժդժություններ մտցնելու օրակարգ եւ այլն։ Սա այնքան էլ լավ բան չի։ Բայց պիտի ձեզ հետ մի քիչ զրուցենք էլի։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի այսպիսի տեսանյութ։ Տեսանյութ չէ, լավ, ձայնագրությունը կդնեմ, իմիջայլոց Սեյրան Օհանյանն էր սա ասում, եթե չեմ սխալվում 23 թվականին։ Մի րոպե։ Որ մենք չկարողացանք հասնել իշխանափոխության, որովհետև մեր հիմնական նպատակներից մեկը իշխանափոխությունն էր, բայց մենք մեր գործունեությունը իրականացրել ենք այնպիսի պայմաններում, երբ որ Ադրբեջանը շարունակել է ճնշումները Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա։ Սա ինչ է նշանակում, գիտեք։ Սա ուղիղ նշանակում է հետևյալը, որ Սեյրան Օհանյանը խոստովանում է, որ իրենք Ադրբեջանի հետ համատեղ աշխատել են Հայաստանի իշխանությունների դեմ։ Ասում է Ադրբեջանը ճնշում էր Հայաստանին, մենք էլ փորձում էինք գնանք իշխանափոխության, բայց մեկը էլի չստացվեց։ Սա չգիտեմ, մտածելով ասում Սեյրան Օհանյանը, թե ոչ, բայց իհարկե սա ամեն ինչը մենք տեսնում ենք 20 թվականից սկսած։ 20 թվականից սկսած։ Որովհետև դրանից հետո ամենատարբեր ռազմական բախումներ են լինում, ամեն բախումների ժամանակ այստեղ փողոցներ էին դուրս գալիս։ Հիմա ես արցախցիներին մեկ այլ հարց ունեմ։ Իմիջայլոց այսօրվա դրությամբ Ադրբեջանը հետքի տարածած նորությունը կարող եմ կարդալ, շարունակում է զինվել, դե Հայաստանն էլ զինվում է, գիտեք, բայց ամեն դեպքում Ադրբեջանի տնտեսությունը այլա, մերը այլա, ու ինչքան էլ մենք ամբողջ ուժով զինվենք, այնտեղ պատիկով ավելա։ Կարդամ, ադրբեջանական Silkway Airlines բեռնափոխադրող ավիաընկերության թռիչքների դեպի իսրայելական Ovda ավիաբազան նորություն չեն, բայց առավել ուշագրավ է այս թռիչքների ինտենսիվության ու Բաքվի ռեժիմի ռազմական ագրեսիվ գործողությունների համընկումը։ Հատկանշական է, որ չնայած 24 թվականը հայ-ադրբեջանական զինված բախումների առումով պասիվ տարի է եղել, այդուհանդերձ 20-ից հետո առաջին անգամ հենց նախորդ տարի է ադրբեջանական բեռնատարների Ovda-ից տարեկան թռիչքների թիվը հատել 20-ի շեմը։ Եթե պատերազմական 20-ին Silkway
Airlines-ի օդանավերը 26 անգամ էին Ovda-ից թռել Ադրբեջան, ապա 24-ին դա արել են 23 անգամ։ Նկատենք, որ հատկապես նախորդ տարեվերջին Ալիևն ու նրա ենթակաները հերթական անգամ աչքի ընկան ագրեսիվ ռետորաբանությամբ, հակահայկական հայտարարություններով, սպառնալիքներով։ Այդ ֆոնին պատահական չէր նաև Ovda ավիաբազայից դեպի Ադրբեջան բեռնատար թռիչքների կտրուկ աճը։ Միայն 24 թվականի դեկտեմբերին հետքն արձանագրել է այդպիսի 6 չվերթ, այնինչ դրան նախորդած 11 ամիսների ընթացքում առավելագույն ամսական ցուցանիշը եղել է 4-ը։ Եկեք գնանք կարճ դադարի, հետո կշարունակենք այս միտքը։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք, սիրելի հեռուստադիտողներ, ուրեմն ես ուզում եմ եւս մեկ նյութ ընթերցել այս մասին, խաղաղության գործընթացի հետ կապված, որը գիտեք, քարկոծվում է Ադրբեջանի եւ մեր ընդդիմության կողմից։ Եվ սիրելի արցախցիներ, չկարծեք սա ձեր հետ կապ չունի, ուղիղ կապ ունի, որովհետեւ դուք հիմա ենթարկվում եք ձեզանից շատերը, ենթարկվում եք այս ուժերի քարոզչությանը։ Դուք չկարծեք, թե դա ձեր մտքերն են, ձեր ձևակերպումներն են եւ այլն։ Այո, այդ քարոզչությունը հասել է իր նպատակին եւ ձեզ դուրս է բերում փողոց։ Իսկ դա այն ուժերն են, ովքեր որ Ալիևի հետ համատեղ աշխատում են ու խաղաղության պայմանագիրը քարկոծում են, դարձնում են ձեռառնելիք։ Հիմա մենք ուզում ենք խաղաղություն, թե ոչ, ամեն դեպքում ընթերցեմ այս նյութը։ Խաղաղության գործընթացը համաձայնեցված 17 կետերի եւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր անունը կրող ստորագրման ենթակա փաստաթղթի տեսքով չի բխում ՀՀ ընդդիմության շահերից։ Սա անարգարկելի եւ միաժամանակ ցավալի արձանագրում է, որը, եթե դիտարկենք ընդդիմության տեսանկյունից, ունի դրա տրամաբանական դրդապատճառներ։ Դրդապատճառներից առաջինը քաղաքական է, ավելի ստույգ նեղ կլանային, քանի որ հարևանների հետ կարգավորված խաղաղության պայմանագրով ամրապնդված հարաբերությունները նվազագույնի են հասցնում արտաքին սպառնալիքները, ներքաղաքական նպատակներով օգտագործելու, իշխանության պատվանդանը ցնցելու եւ այս ամենի վերջնահաշվարկի իշխանապողության օրակարգը սպասարկել իրագործելու հեռանկարը։ Այսինքն չկան վտանգներ արտաքին, չեն կարող դա օգտագործել, որպեսզի իշխանափոխություն անեն։ Այդտեղ չեն կարող իրանք երևալ որպես հայրենասեր, չգիտեմ, ճակերտավոր իսկական հայեր ու չգիտեմ ինչեր, հա, բայց էլ ինչից խոսեն։ Էլ ինչից խոսեն, եթե չկան վտանգներ։ ՀՀ Ադրբեջան խաղաղ նորմալ բարիդրացիական հարաբերությունները այո, այլևս անպիտան են դարձնում քաղաքական գործունեության հսկայական տարածք, որտեղ այժմ ընդդիմությունը սրտի ուզածի չափով ու ձևով վարում է ու ցանում, եւ այդտեղից քաղված պտուղներով էլ ապահովում է իր կենսագործունեությունը։ Հետևաբար չկա Ադրբեջանից ՀՀ-ին ուղղված սպառնալիք, չկա նաեւ այդ սպառնալիքին հղում անելով քաղաքականությամբ զբաղվելու մոտիվացիա։ Պետք է իմիջիալոց իրենց իշխանությունն էլ հենց այդպես էին պահում միշտ։ Հիմա էլ որպես ընդդիմություն ուզում են իշխանությունը խելել էլի նույն ձևով։ 30 տարի ասել են մենք եթե չլինենք չի լինի Արցախը, հետո ասել են իսկ ինչ եք բանակցում, չենք իմացել ինչ են բանակցում։ Դրան էլ հիմա կանդրադառնանք։ Պետք է արձանագրել, այսօր Ալիևն է հայաստանյան ռադիկալ ընդդիմության քաղաքական մուսան ու մոտիվատորը։ Այդ որակի ընդդիմության գոյության եւ լինելույթյան երաշխավորը ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերին հղում անելով է, որ ընդդիմությունը վաստակում է իր հանապազորյա հացը։ Հետևաբար այդ հացից չզրկվելու համար զբաղված է ոչ թե հաց տվողի ձեռքի մեջ թքելով, դրա տիրոջ թեզերը ջախջախելով, չեզոքացնելով, այլ այդ ձեռքը համբուրելով հիշալ թեզերը շնորհակալաբար գեներացնելով։ Ալիև ռադիկալ ընդդիմություն այս սիմբիոզը պարզապես կդադարի գոյություն ունենալ, եթե կյանքի կոչվի խաղաղության գործընթացը։ Այդ ընդդիմությունը սեփական գոյության կռիվն է տալիս, կռվելով պետության գոյության, դրա ինքնիշխանության, անվտանգության եւ այս ամենի երաշխիքի խաղաղության դեմ։ Այդ կռիվը արդյունավետ դարձնելու նպատակով է, որ հայրենի օպոզիցիան ամեն կերպ փորձում է զրոյացնել երկար բանակցված ու համաձայնեցված փաստաթղթի իրավաքաղաքական բովանդակային նշանակությունը, այն համարելով Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կենսական զիջումների ընդհանուր կրկնակապիտուլյացիայի փաստաթուղթ։
Զարմանալի է այդ դեպքում, թե ինչի Ադրբեջանը չեմուչում անում, ավելի ճիշտ տորպեդահարում Հայաստանի Հանրապետության կրկնակապիտուլյացիայի, այս տերմինը ցնդաբանության ժանրից է, ստորագրումը, որի այդ կրկնակապիտուլյացիան նրանց կողմից է օգտագործվել, որի դեպքում կհասնի գերիշխանության Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Տարօրինակ է, չէ՞, Հայաստանին պարտադել կապիտուլյացիոն թուղթ, որտեղ ըստ ընդդիմության տրամաբանության արտացոլված են միայն ՀՀ-ի կողմից կատարվելիք զիջումներ եւ հապաղել դրա ստորագրման հարցում։ Ընդդիմության այս վարքագիծը անել դավադրապաշտական վերլուծություններ ամբողջապես ծանոթ չլինելով ու միաժամանակ նենգափոխելով փաստաթղթի բովանդակությանը հիշեցնում են Խորհրդային Միության տարիներին հայտնի դարձած մի արտահայտություն։ Չեմ կարդացել, բայց դատապարտում եմ։ Հակասովետական գրող համարվող Բորիս Պաստեռնակն իր հայտնի դոկտոր Ժիվագո վեպն ավարտելուց հետո առաջարկել էր հեղինակավոր հրատարակչություններին տպագրել այն, բայց մերժում էր ստացել, քանի որ ստեղծագործությունը համարվել էր սոցիալիստական ռեալիզմի սկզբունքներից շեղված։ ԽՍՀՄ գրողների միության նիստերից մեկի ժամանակ էլ գրականագետներից մեկը Անատոլի Սաֆրոնովը խոսելով վեպի մասին նետել էր. «Չեմ կարդացել, բայց դատապարտում եմ»։ Հայրենի ընդդիմադիրները փաստորեն Սաֆրոնովի օրն են ընկել, չեն կարդացել, բայց նա всякий դատապարտում են։ Սա այն ընդդիմությունն է, որը նախկինում եղել է իշխանություն, ու այդ կարգավիճակում բանակցել է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման շուրջ, ու ըստ էության փակուղի մտած բանակցությունների, այն է ձախողված խաղաղության հետաձգված պատերազմի քեյս ժառանգություն թողել հաջորդ ներկայիս իշխանությանը։ Դրա աղաղակող վկայությունը չպիտի հոգնել կրկնելուց 16 թվականի ապրիլյան պատերազմն էր, ապա եւ դրանից 2 տարի անց 18 ապրիլին նախկին նախագահ վարչապետի տեխնացու Սերժ Սարգսյանի հանրահայտ ախտորոշումը բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում։ Բայց ավելի հստակ ասեմ, բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է։ Կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար, ասել է Սարգսյանը։ Իսկ գուցե խոսքը հենց այդտեղ Սյունիքի մասին էր եղել, որ արդեն դա անիրատեսական էր։ Այնքան զիջելով գնացել էին, հասել են Սյունիք։ Այս անհերքելի իրողությունը Ազգային ժողով կառավարություն վերջին հարցու պատասխանի ժամանակ կրկին արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատելով. Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանն էր, որ դուրս թռավ ու ասաց կապիտուլյացիա։ Այն բանակցային բովանդակությունը, որը 18 թվականին Սերժ Սարգսյանը թողել էր, այդ կետից որևէ հնարավորություն չկար որևէ մի հնարավոր գործողություն, որը նույն տրամաբանության մեջ հնարավոր լինել ձևակերպել այլ կերպ քան կապիտուլյացիա։ Սերժ Սարգսյանը նկատենք 18-ի իր ելույթում նաև հավելել էր. այլևս գոնե շատ տևական ժամանակ մենք երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Սա ասել է Սերժ Սարգսյանը 18 թվականին։ Ուխտադրուժ այն որ ասում են բանը, դե Նիկոլը թող չասեր բան, Արցախը Հայաստանը եւ վերջ Ադրբեջանը չէր հարձակվի։ 18 թվականին մարդը ասում է։ Այն մարդն ասում, ով որ հետո այն հակառակն ասում։ Այդ դրա համար չեն գալիս բան մի սենյակում խոսելու։ Այդ դրա համար են փախնում, որովհետեւ իրենք այստեղ զբաղված են այլ հարցերով։ Ոչ համենայն դեպս ոչ Հայաստանի, ոչ Հայաստանի Հանրապետության հասարակության կամ քաղաքացիների հարցերով, զբաղված են այլ հարցերով։ Ուխտադրուժ մոտեցումներին դեռ կանդրադառնանք, իսկ այժմ վերադառնանք խաղաղության գործընթացի դեմ ընդդիմության մղած պայքարի մյուս ասպեկտին։ 44-օրյա պատերազմի ողբերգության ու հետպատերազմական ծանր հետևանքների միջով անցած Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության բանակցած փաստաթուղթը բնականաբար սոցիալ-հոգեբանական դիսկոմֆորտ, եթե չասենք խանդի զգացում է հարուցում նախկին իշխանության մոտ, ենթադրաբար ստիպելով անել նման եզրահանգում մենք փորձեցինք կարգավորել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բայց չկարողացանք։ 18-ին էլ հեռացվեցինք իշխանությունից։ Իսկ գործող իշխանությունը, ահա, այնքան արհավիրքներից ընդհուպ Ղարաբաղի հայաթափումից հետո նույն Ղամազ Ալիևի հետ կարողացել է բանակցել ու ստորագրման հանգրվանին հասցված փաստաթուղթ ստանալ։ Ուստի պետք է սղոցել շուռա անել ամեն բան, որպեսզի մեր օրոք բանակցված ու տապալված գործընթացը տորպեդահարվի ու տապալվի նաև գործող իշխանության օրոք։
Հետևություն, երբ ընդդիմությունն ազդարարում է, թե մենք դեմ չենք խաղաղությանը, իրականում ասել կուզե հետևյալը. դեմ ենք Փաշինյանի ու նրա կառավարության օրոք բանակցված խաղաղությանը։ Այս համատեքստում լեգիտիմ հարց է ծագում։ Եթե հրաշք տեղի ունենա, ասենք մոլորակներն ու աստղերն այնպես դասավորվեն, որ ընդդիմությանը հաջողվի անել իշխանափոխություն, այդ ու խաղաղության ինչպիսի օրակարգ է բանակցվելու, ինչ կետերի, պայմանների ու պահանջների առաջադրմամբ, արդեն իսկ գոյություն ունեցող փաստաթուղթը, ասենք Գեգամ Մանուկյանը ազգային ժողովի ամբիոնից հանդիսավոր կերպով պատրելու է, ինչպես օրինակ 2 տարի առաջ 22-ի աշնանը պատրեց խաղաղության պայմանագրի ամերիկյան պլանը, որը ընդդիմադիր падգամավորը արտատպել էր մամուլից։ Այս հարցերի ողջամիտ պատասխանները ի դեպ ընդդիմությունը ցայսօր չի տվել։ Համոզված ենք այդպիսի պատասխաններ չունենալու պատճառով եւ իր ունայն անգաղափար լինելը փորձում է կոծկել ոչ թե падգամը, այլ падգամաբերի անձը, քննադատելով, թե պարտված նվաստացած իշխանությունը ճակերտավոր չի կարող արժանապատիվ դիրքերից բանակցել ու նույնպիսի խաղաղություն բերել, իսկ մենք ահա կբանակցենք բոլորովին այլ դիրքերից, հիմա սեփական կետից եւ Ալիևին կստիպենք կակղել ու ենթարկվել մեր կամքին ու կապրիզներին։ Այլ բան չի մնում, քան արձանագրելը, եթե ստիպող, կակղեցնող, ենթարկեցնող եք, ձեր իշխանավարման օրոք ենթարկեցնեիք, որպես Արցախյան առաջին պատերազմում հաղթանակած արժանապատիվ ու չնվաստացած նախագահներ, տաղանդավոր ու ձեռնահազ բանակցողներ, մի երկրի, որը չէր անցել 44-յա ծանր պատերազմի միջով ու սակարկելու լայն դաշտ ու հնարավորություններ ուներ։ Հաշվի առնելով ընդդիմության նախորդիվ ցուցաբերած բանակցային վարքագիծը, կարելի է ենթադրել, թե ինչ տրամաբանությամբ է տեղի ունենալու արժանապատիվ խաղաղության բանակցումը։ Ըստ ամենայնի, այն կսկսվի այն կետից, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ, որի վրա մատը կդնի Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցը, եւ որի բարեխիղճ խնամակալության վրա հույսը դնելով էլ, եթե Ադրբեջանին թույլ չի տա իր գլխից թռչել ու Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել պատերազմի միջոցով, պարոնայք խաղաղաբերները բանակցում էին իրենց ժամանակ հասելով կարգավորման բոլոր տարբերակներին եւ ապավինելով ստատուս քվոյի պահպանման ռազմավարությանը։ Թե ինչի հանգեցրեց այդ վարքագիծը, տեսանք 16-ին եւ 20-ի պատերազմների տեսքով։ Այս աղետի Դեղատոմսի ջատագով նախկին արտգործնախարարներից մեկը 21-ին հրապարակված իր հոդվածում ստիպված էր խոստովանել 94-ին պատերազմի արդյունքում ամրագրված ստատուս քվոն հիմք չծառայեց հաջորդ 25 տարիներին խաղաղության հաստատմանը։ Եթե ընդդիմությունը կարծում է, որ խաղաղության իրենց դեղատոմսը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի անվերապահ կատարումն է լինելու, բնականաբար կրեմլի բեկնաբանմամբ, որից հետո հնարավոր կլինի լիցքաթափել մթնոլորտն ու գործընթացը տանել սառեցման, այն է Հայաստանը վերադարձնել նախապատերազմյան ստատուս քվոյի, պահպանման ռեժիմին, ապա թերևս պետք է արձանագրել, որ նման ռեժիմի բոլոր իրավական, քաղաքական եւ հատկապես աշխարհքաղաքական նախադրյալները սպառվել են առնվազն 20 թվականի սեպտեմբերի 27-ից եւ 22-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Դինամիկ զարգացող վերաձևումների ենթարկվող միջազգային իրավունքի ճգնաժամ ապրող աշխարհում Հայաստանն այլևս չի կարող հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը հետաձգելու կամ կայելու ճոխություն թույլ տալ, հույսը դնելով ժամանակի գործոնի հալբատ մի դուռ բացվի վրա, ակնկալելով երրորդ երկրի ողորմածությանը կամ էլ անվտանգային կոլեկտիվ կառույցի բարի կամքի դրսևորմանը։ Այսպիսի ակնկալիքների վրա հիմնված ռազմավարությունը երկիրը կամավոր ինքնաոչնչացման, ինքնալուծարման, եթե կուզեք կապիտուլյացիայի տանող ճանապարհն է։ Ի վերջո, հարցազրույցում էլ խոսելով խաղաղության երաշխավորների մասին, Հայաստանի Հանրապետության վարչապետը շեշտեց. ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղությունը, հարևանների միջավայրում ապրելու հմտությունն ու կարողությունը եւ իհարկե պաշտպանունակ բանակն են երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը, ոչ թե ՀՀ անվտանգության երաշխավորման առաքելությունը ստանձնած երկրները կամ կառույցները։
Չկա անվտանգության երաշխավորման ավելի գործիքակազմ, քան ինքը խաղաղությունը։ Հետո գրություն հույս ունենանք, որ խաղաղությանը կողմ մլլալով միաժամանակ դեմ մլլացող ընդդիմությունը գոնե 5 կետով կհրապարակի խաղաղության պայմանագրի իր այլընտրանքային պրոհայաստանյան, սուպեր հայրենասիրական եւ ուլտրա ազգային պլանն ու դրա իրագործման ճանապարհային քարտեզը։ Իհարկե հույսը վերջինն է մեռնում, բայց այնուամենայնիվ ասեմ, որ այս ուղղությամբ հույս չունենաք։ Ինչպես որ 5 տարի ոչ մի կերպ ոչ մի նոր բան չեն ասել, չեն էլ ասելու։ Հիմա այս ամբողջը ինչ կապ ունի ներկայիս հույզերի, հուզական դաշտի վրա քաղաքացիների մեջ ինչ որ թույն ու թարախներ արկելու հետ։ Հիմա տեսեք ժողովուրդ ջան։ Բանակցություններ Արցախյան շարժում։ Ես խնդրում եմ ձեզ, պարզապես խնդրում եմ ձեզ, բացեք Google-ը, բացում եք Google-ը, որոնումներ դաշտում, եթե տեղյակ չեք եղել, կարող է ապրել եք այդ ամեն ինչի մեջ, բայց դետալները տեղյակ չեք։ Գրեք Արցախյան շարժում, ձեզ կբերի դրա մանրամասները, ինչից սկսվեց, ինչու սկսվեց։ Արցախը Հայաստանի հետ վերամիավորվելու մասին էր խոսքը։ Իմիջայլոց ասեմ, որ Կարեն Դեմիրճյանը երկար տարիներ Արցախի հետ կապված շատ նուրբ դիվանագիտորեն զգուշավոր ձևով, բայց նաև շատ համարձակ դիրքերից հանդես էր գալիս այս ուղղությամբ։ Ինչ արեցին։ Ասեցին, չէ, դու լավ չես խոսում։ Դու գնա, մենք կգանք կխոսենք։ Ձևերը մենք գիտենք։ Ինչպես որ հիմա են խոսում, այս նույն բանը արեցին։ Ու այդ ժամանակ ստացան հեղափոխում, բանը Կարեն Դեմիրճյանը հրաժարական տվեց Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները մի խոսքով։ Բայց Ղարաբաղյան շարժումը միացում գոչյուններով բոլորս ենք հիշում։ Եկան եւ ինչ արեցին։ Հայաստանի Հանրապետությունը անկախացավ։ Արցախի Հանրապետության հետ ինչ տեղի ունեցավ։ Վերապահումը Լեռնային Արցախի հետ կապված մնաց սեյֆի մեջ։ Մոռացավ Լևոն Տեր-Պետրոսյանը ուղարկի համապատասխան վայր։ Մոռացավ դա մարդը զբաղված մարդ էր։ Ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, երբ որ հրադադար չի եղել խաղաղության գործընթացի։ Այստեղ հարց է մի հատ առաջանում, սիրելի արցախցիներ։ Դուք ինչի այդ հարցը ձեզ չեք տալիս։ Հրադադար ի՞նչ է նշանակում։ Որ պատերազմը չի ավարտվել, չէ, շարունակվում է, ինքը սողացող պատերազմ կարող լինի, բայց ինքը շարունակվում է։ Հետևաբար նաև Արցախյան առաջին, երկրորդ, երրորդ պատերազմներ, sense վերանվանումները նույնպես սխալ են։ Ինքը դեռ շարունակվելուց է եղել։ Բայց մեր դիրքերը եղել են լավ վիճակում։ Հիմա հենց հիմա իրար են խփում Ռուսաստանը ու Ուկրաինան, չէ, որովհետև պիտի դրնստեն բանակցության շուրջ, ուզում են ամեն մեկը ավելի հաղթական դիրքից նստի բանակցության շուրջ։ Մենք նստել ենք բանակցային սեղանի շուրջ ու ինչից ենք խոսել։ Կա մի նախագահ, ճանաչում եք Հայաստանի Հանրապետության որևիցե նախագահ, ով Լեռնային Արցախը չի համարել Ադրբեջանի կազմում։ Կա որևիցե մեկը։ Լեռնային Արցախը այս Ղարաբաղյան շարժումը հենց դրա մասին էր, որ Արցախը միավորվի Հայաստանին։ Եվ պատերազմում ունեինք հաղթական դիրքեր։ Հիմա ձեզ հարց եմ տալիս, որևիցե մեկը, ասենք դուրս գանք դրսում մարդկանց հարցնենք, ժողովուրդ ջան, անկեղծ եմ ասում, էլի։ Դուրս գանք, sense հարցում անենք։ Տեղյակ են Քիվեստի բանակցություններից։ Ինչ են տեղյակ, ինչ գիտեն։ Տեղյակ են, չգիտեմ, Լիսաբոնից։ Ինչ գիտեն, Լիսաբոնից ինչ գիտեն։ Ու այսպես հարցեր տանք, բոլոր տեսակ բանակցություններից հարցեր տանք։ Քաղաքացին ոչինչ չգիտի։ Գիտեք ինչու։ Որովհետև խլել են մեր բոլորիս երազանքն ու ցանկությունը։ Խլել են, գողացել են դա, ու մեր ժամանակը։ Իրենք չեն կարողացել կամ չեն ցանկացել, որովհետև ցավոք սրտի կայսրությունը, որը որ ներկայանում էր որպես սովետական միություն, այնտեղ պլանը դրած է, իրենք ցանկանում են վերականգնել, չէ՞ դա։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանը, Վրաստանը, այս տարածքը Ռուսաստանը համարում է իր տարածքները։ Հասկանում եք։
կայսրությունը այդպես է մտածում։ Դուք շատ լավ իմանալով, դուք նախկիններին եմ դիմում, որ դուք պարտվում եք բանակցություններում ու չեք էլ կարող հաղթել բանակցություններում, այստեղ միակ սխալ բանը, որ նաև զուգահեռաբար բանակ չեք զինել, որոշել եք, որ դուք տենց կարող եք բանակցել, բանակն էլ չեք զինել, հետո մեկ էլ տեսնում եք, որ ծանր վիճակում ենք հայտնվել, ինչ պիտի անել, պետք է հովանավորի, կրունկի, կոշիկի տակ մտնել, խնդրել, աղաչել, որ հանկարծ բան չլինի։ Ինչ ես ուզում Ռուսաստան ջան, կայսրություն ջան, ինչ ես ուզում, պարոն կայսր, ձերդ գերազանցություն, ինչ եք ցանկանում, ասեք, մենակ թե սենց բան չլինի էլի, մենք էլ մնանք տենց ինչ ուզում եք, այդպես կանենք։ Իսկ կայսրությունը վերաբերվել մեզ որպես երկու չարաճճի երեխեքի։ Կայսրությունը մի նպատակ ունի վերականգնել իր տարածքները, ինչու ոչ, դեռ Գյուլիստանի պայմանագիր, Թուրքմենչայի պայմանագիր մեծ վերցրեք, կարդացեք, որ հասկանաք, թե ինչու է ինքը իրենը դա համարում։ Եվ ինչ նկարտումներ ունի, եւ ինչու են իր ուղարկած անձնավորությունները առավոտից իրիկուն էստեղ խոսում բաներից, Թաթարստանի նման պետություն դառնալուց, այնտեղից են էլի եկել։ Եվ որքանով ենք մենք Հայաստանի Հանրապետության անկախության արժեքը գիտակցում որպես քաղաքացի եւ գնում այդ ճանապարհով։ Ես ճիշտն ասած հասկանում եմ, որ ժամանակը այսպես թե այնպես չի բավարարելու, բայց մենք այս թեման անպայման կշարունակենք վաղը, սիրելի հեռուստադիտողներ։ Մենք պիտի սկսենք իմանալ, հասկանալ, թե ինչ են սրանք խոսել մեր տղերքի արյան գնով, ովքեր որքանով են գնահատել դա, ովքեր են կարող է իրական Հայաստանի Հանրապետության անկախության ու հայկական արժեքների, եւ ովքեր են այդ ամեն ինչը փչացնողները։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։